Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արիկ Քոչինյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Քոչինյան, վերջին շրջանում ամենակննարկվող թեմաներից մեկը այն է, որ թե Ադրբեջանը, թե այս դեպքում նաև Թուրքիան շարունակում են օգտագործել այդ Չարաբաստիկ Զանգեզուրի միջանցք խոսույթը այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները տարբեր տեղերում, տարբեր մակարդակներով վարչապետից սկսած մինչև, չգիտեմ, թաղապետ հայտարարում են, որ նման խոսույթը կիրառելի չի կարող լինել, որտեղ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին։ Հիմա ինչու է այդ գործընթացը շարունակվում։ Թվում է թե ինչ-որ բան ենք ստորագրել, անցել ենք, չէ՞։ Շատ լավ, շնորհակալություն նախարարի համար եւ հարցի համար։ Նախ մի քիչ տրանջատենք, որտեվ այո, Թուրքիայում եւ Ադրբեջանում մեր արտադրությունը դեռևս կրկնվում է, բայց բավականին տարբեր համատեքստերում, սկսենք Թուրքիայից։ Թուրքիայում շատ հստակ ասում են Զանգեզուրի ուղի կամ Զանգեզուրի ճանապարհ, երբեմն այո օգտագործում են Զանգեզուրի միջանցք արտահայտությունը ու նշում են, որ դա ուրեմն Կարսից մինչև Բաքու ընկած ճանապարհի մասին իրանք խոսում, իրանք այդ մեծ ենթակառուցվածքի մասին են խոսում եւ նաեւ հավելում են, որ դրա Հայաստանի տարածքում անցնող հատվածը կոչվում է TRIP։ Այսինքն աշխարհագրորեն Զանգեզուրի միջանցքը եւ TRIP-ը առնվազն Թուրքիայում ընկալմամբ եւ Թուրքիայի կողմից արված հայտարարությունների ընկալմամբ դրանք տարբեր բաներ են։ Ուրիշ բան, որ անցնող 3-4 տարվա մեջ այնքան թունավոր արտահայտությունը դարել, որ մենք այդ բառակապակցությունը լսում ենք, մեր մազերը բիզբիզ են արդեն կանգնում, թեպետ միջայց ասեմ եւ Զանգեզուր բառն է հայկական բառ, միջանց բառները ինքն իրանով որևէ խնդիր չի պարունակում, էլի։ Այդ խեմ ասում, որտեղ Թուրքիայի մոտ այս ընթացքում այն տպավորությունը ստեղծեց, թե Զանգեզուր բառը թուրքական բառ է, բայց ասենք այդպես բան չկա, էլի, բոլորս գիտենք այդ բառի ծագումնաբանությունը։ Այդ մասով, ինչ վրա Ադրբեջանին, Ադրբեջանում այսպես բավականին տարբեր մոտեցումներ կա, ինչը այդ երկրի համակարգը հաշվի առնելով նշանակում է, որ այդ թեմայով ազատություն է տված խոսելու համար։ Մենք դեռ շատ լավ հասկանում ենք, չէ՞, որ թե Ադրբեջանը ունի թեմաշուրջ երկու տարբեր տեսակետ է հանրային արտահայտվում, ուրեմն թույլ տված է այնպես չի որ տենց իրանք կան ազատորեն տարբեր տեսակետներ արտահայտեն։ Դե մի օրինակ փորձագետներ կան, որոնք սկսել են խոսալ նրա մասին, որ չի կարելի նույնիսկ կիրառել այդ տերմինը, դա շատ վատ տերմին է։ Ասենք այդ նույն մարդիկ են, ովքեր 3 ամիս առաջ դեռ կիրառում էին այդ տերմինը, էլի։ Մարդիկ կան, որոնք այ ասում են, ինչ որ ասում են Թուրքիայում, որ դե մենք այդ Զանգեզուրի միջանցք ասելով ոչ ենք հասկանում Հայաստանի տարածքում անցնող ճանապարհը, մենք այն մնացածը նկատում, դենը կոչվում է TRIP մեր մեծ բարեկամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Կան այո, դեռևս կան մարդիկ, ովքեր որ համառորեն պնդում են, որ այդ ճանապարհը կոչվում են Զանգեզուրի միջանցք։ Հիմա այս ամենի մեջ իրականում միակ կարևորն է թե Ադրբեջանի նախագահն ոնց է ասում։ Եվ այնտեղ այլևս չկա ըստ իս այն հստակությունը, որը որ կար նախորդ փուլերում։ Այսինքն երբ որ նախկինում ինքը խոսում էր դրա մասին, որ դա մեզ հայրը պտի տան, տալու են, ես չգիտեմ, շատ ուղիղ է տարածքը ինքը կոչվում էր Զանգեզուրի միջանցք, հիմա փոխվել է ամեն դեպքում նարատիվը, դա այն ձեր պետք է արձանագրենք։ Մեկ եւ երկրորդը ես կարծեմ, որ նաեւ ինչ որ ժամանակի հետ բաները, գույները կխամրեն այս խոսակցության, սենց ասեմ, որովհետեւ քանի ավտոմատ ինչ որ ժամանակ շարունակվի, մինչև աստիճանաբար դուրս գա։ Դե դուք հիմա էլ ախր դա շատ ակնհայտ է, որ բանը ներվը ոնց որ դուրս է եկել այս խոսակցությունից ինչ որ չափով։ Պետք է նաև ձեր հետ հաշվի առնենք, որ Ադրբեջանը բավականին սպეციფიկ կառավարման համակարգ ունի, որտեղ ըստ էության ամբողջ համակարգը հիմնված է մեկ անձի անձնական հեղինակության վրա, ընդ որում sense մարտատենչ, sense առաջնորդի այլևս բանի վրա, որ տենց ինչ ասում անում է բան այդ գծի մեջ։ Եվ իրանց համար ահագին մեծ խնդիր կլինի հիմա ցույց տալ, որ չստացվեց այն ինչ որ իրանք ուզում էին։ Դրա համար ինչ որ ժամանակ սա կտևի ես կարծում դեռևս այս մի քիչ այս կողմ մի քիչ այն կողմ խոսակցությունը, բայց ի վերջո ինքը համեմատած տենդենսը շատ հստակ գնում է դեպի մարում այդ տերմինի օգտագործման։ Իհարկե ես նաև գիտեմ, որ մեզանում թերահավատություն կա Ադրբեջանի որևէ գործողություն իրենց ներքաղաքական կամ իրենց շուկայի համար բանով արդարացնելը, որտեղ մենք 20 տարի ոնց որ դրա ականատեսն ենք եղել, բայց գիտեք նաև ինչ որ չափով մեր ժամանակներում այդ սահմանը գտնելն էլ է շատ դժվար, որն է արտաքինի համար, որն է ներքինի համար, եթե անգամ այդ սահմանը կա, որովհետև այսօրվա մեդիա հոսքերի մեջ, այսօրվա process-ների մեջ այնքան է սերտաճել արտաքին շուկան, ներքին շուկան, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականությունը, որ մի քիչ դժվար է նույնիսկ դրանք իրարից տարանջատել այլևս, էլի։
Պարոն Քոչինյան, քանի որ խոսք գնաց թրիփի մասին եւ դեռ խոսենք օգոստոսի 8-ի Երակոմ հռչակագրի մասին, մի այսպիսի վարկածի ցանկանա իրար հետ քննարկենք, այսպիսի վարկած կա, որ այս ընթացքում երբ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ակնհայտորեն լարված էին, ընդ որում նախաձեռնությունը Բաքվից էր ակնհայտորեն, էլի։ Այդտեղ միակ նպատակը այն էր, որ Ադրբեջանը գիտակցելով, որ օգոստոսի 8-ից խուսափել չի լինում, որ թրիփը պետք է լինի, այսինքն Ադրբեջանը պիտի համաձայնություն տա, այդ ձևով կոպիտ ասած Պուտինին մի քիչ հեռու էր պահում իրենից, որպեսզի նա չկարողանա խոչընդոտել։ Ես ճիշտ ասած կատարելապես հակառակ տեսակետին եմ։ Հիմա բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Ես բավականին երկար ժամանակ ունեմ այն համոզմունքը, որ ռուսների Ղարաբաղից դուրս գալը եղել է քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, եւ այդ պայմանավորվածությունների մեջ այսպես վճռորոշ դերը, վճռորոշ նշանակություն ուներ հետեւյալը, որ ռուսները դուրս են գալիս Ղարաբաղից, դրա դիմաց Ադրբեջանը երաշխավորում է, որ հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենում ռուսական պլանով կամ առնվազն ռուսների մասնակցությամբ։ Եվ այդտեղ ռուսները ունեն որոշակի դեր մեր մասով, այսինքն դա ինստո պետք է Ադրբեջանը շարունակեր մեր վրա ճնշումը, ռուսները պետք է գային մեզ փրկեն եւ այլն։ Հիմա այդ ամենը չաշխատեց, ինչ-ինչ պատճառներով ռուսներն էլ Ուկրաինայում այսպես մխրշվեցին այդ պատերազմը, իրենց տեղազատությունն էլ թողացավ, ադրբեջանցիները հասկացան, որ ռուսների հետ նախ չի աշխատում ինչ որ իրանք պայմանավորվել են, երկրորդն ոնց որ հնարավոր է գցել։ Այդ շրջափուլում ուրեմն երևի թե սկսած փետրվար ամսից եղավ որոշակի նախաձեռնողականություն Միացյալ Նահանգների կողմից, որին եթե Երևանում թե Բաքվում որոշակի հետաքրքրություն ինձ թվում առաջացավ, դրանից հետո եթե դուք հիշում եք մեր այդ ուրեմն օգոստոսյան հռչակագրից օրեր, իսկ գուցե նաև ժամեր առաջ Ուկրաինայում եղավ Սոկարի ենթակառուցվածքների թիրախավորումն ու ոչնչացումը, ինչից հետո Ադրբեջանը վճռականորեն գնաց այս ուղղությամբ։ Ինչ է ստացվում, որ ադրբեջանական կողմը այս խոսակցության մեջ մտնելով ճարկերտներում հազար անգամ ներողություն ես բարի համար գցել ռուսներին, ռուսները սկսել են դրան պատասխանել եւ այդ լարումը խորացել է։ Ինչպես դուք նշեցիք, դա այս այսպես ցուցադրական մասը դարավետ ինքնաթիռը, հետո ադրբեջանական Սփյուռքի այդ առաջնորդների ձերբակալությունները շատ այսպես ծիծաղելի ուղակի պատճառ։ Հետո պայմանական ասած գերիների փոխանակում տեղի ունեցավ այս վերջերս մի հոգի են տեղազատեցին, մի հոգի են։ Մի հատ ինչեմ ես ասում այնտեղ մեկին ձերբակալեն, որ 2001 թվականին Ռուսաստանում մարդ էր սպանել, հիմա 2001 թվականին Ռուսաստանում ով մարդ չի սպանել, այն որ տենց այդ թվերին ով հասնի սպանել է, տենց ոնց են հիմա են իշել էլի։ Ես այլ ուրեկություն ունեմ, ես Երևանում եմ եթրում։ Հա, դու ես էլ Երևանում էլի հիմա։ Տեսեք, եւ այդ ամեն ինչի արդյունքում այդ տեղանում են լարումը, որը որ մենք տեսանք Ռուսաստան, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև, ինչ որ պահից սկսած, երբ որ թրիփը կարծես թե դառնում այլևս անշրջելի իրականություն, ավելին ռուսները կարիք են ունենում ամերիկացիների հետ հարաբերությունները կամ ավելի կոնկրետ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները, ինչ որ չափով կառավարելի դարձնել, որտեղ իրենց համար ամեն դեպքում հիմնական թեման մնում է Ուկրաինան, այստեղ որոշակի քայլ հետ են անում ռուսները։ Իհարկե կոնկրետ այս դեպքում մենք պետքա ֆիքսենք, որ առնվազն այս հայտարարությունների մեջ ադրբեջանցիներն են քայլ հետ արել։ Ինչ նկատում, տեսեք, իրանք ասում են միջև ռուսները ներողություն չխնդրեն, չգիտեմ, չկոմպենսացնեն, այս չանեն, այն չանեն, մենք ոչ մի դեպքում հիմա, բայց առանց այդ կոմպենսացնելու, առանց ներողություն խնդրելու հանդիպեցին էլ ոնց որ թե գրում են դեպի կարգավորում։ Վլադիմիր Պուտինը հիշացրեց, որ ինքը ներողություն խնդրեց։ Դե ադրբեջանցիները ասում են լավ չէ խնդրել ներողություն, իրանք ջուրիշ հիշացրեց, որ ասում որ ինչ որ ասել եմ, դա դրանից ավել չի լինելու, մոտապես էս եղավ Պուտինի ասածը, էլի։ Եվ ադրբեջանցիները այդ տեսանելի մասում հետ քայլ արեցին, բայց պրակտիկ առումով իրավիճակը ավելի նման է նրան, որ ռուսները հետ քայլ արեցին, որովհետև եթե եղել է այդ պայմանավորվածությունը, իսկ իմ կարծիքով եղել է այդ պայմանավորվածությունը, ու ադրբեջանցիները այն շրջանցել են, ստացվում է, որ ռուսները այնի շուտիստան այն չեն ստացել ու դա մարսել են, ասենց ասենք։ Նաև շատ հետաքրքիր է, գիտեք, երբ որ այդ հայտարարվեց թրիփի իրականացումը, այդ հռչակագիր եղավ, ռուսների արձագանքը բավականին մեղմ էր։ Օրինակ ես հիշում եմ Երևանում ինչ ապոկալիպտիկ տրամադրություններ էին, որ չգիտեմ, հեսա մեզ Իսկանդերներով սկսելու են հրթիռահարել, հետո այնտեղ խելացի մարդիկ կան, ասում են Իրանն է հեսա մեղրիր մտնելու նվաճի, հիշում եք։ Վարչապետ են եղել այդ մարդիկ, տենց հայտարարություններ, ասում մարդ ուղղակի իսպանական ամոթ է, զգում որ տենց մարդիկ քո երկրի վարչապետ են եղել, էլի, որ տենց հայտարարություններ են անում։ Բայց ինչ եղավ, թե Ռուսաստանը, թե Իրանը շատ արագ մեղմեցին իրենց վերաբերմունքը այս թեմային։ Ռուսաստանի սկզբանը բավականին մեղմ վերաբերմունքը։ Ռուսաստանն են, որում ես ինձ էլ զարմանալի էր, բայց Ռուսաստանը այսպես շանթուվորոտ չարթակ։ Հա, հենց այդ է, էլի, ռուսների ռեակցիան բավականին մեղմ էր։ Ինչի էր մեղմ։ Իմ կարծիքով նույնիսկ ուզում կգնել։ Իրանք հույս ունեն Ուկրաինայում ինչ որ համաձայնությունների գան,
Այստեղ թեկուզ ասենք ամեն ինչը լինի այնպես ոնց որ ուզում են ամերիկացիները, բայց ամեն դեպքում ռուսների համար առաջնային ճակատը Ուկրաինան է, էլի այդ ակնհայտը։ Ինչ վերաբերում է Իրանին, ես կարծում եմ այստեղ հայկական դիվանագիտությունը որոշակի աշխատանք տարեց։ Իհարկե Իրանի պարագայում մենք պետք է նշենք, թե մենք որ Իրանի մասին ենք խոսում։ Իրանը անձի երկվություն ունեցող պետություն է։ Մի կողմից դա այդ նախագահ, այսինքն ադմինիստրացիան է, մյուս կողմից այաթոլաներն են։ Եթե օրինակ ադմինիստրացիայից ես կարծում ենք այս հարցերում որևէ տարաձայնություն չունենք, այաթոլաների հետ էր ոնց որ թե խնդիրը, բայց իմիջիալս կոշտ արձագանք եղավ հենց այաթոլայի տեղակալի։ Այո, այն մյուս թևից էլի եղավ, բայց անգամ այս ընթացքում ոնց որ թե դա հնարավոր եղավ այսպես հարթեցնել որոշակի երաշխիքներ տալով իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ասենց ասենք։ Եվ միով բանիվ այս պայդրությամբ TRIP-ը կարծես թե դառնում է մի պրոյեկտ, որը որ այսպես ակնհայտ ավելի բացահայտ հակառակորդներ չունի։ Ոչ բացահայտ, ինչքան ուզեք, բայց բացահայտ հակառակորդներ կարծես թե չունի։ Ամիսներ առաջ երբ մենք այստեղ զրուցում էինք, ես ու դուք այն ժամանակ ասացիք մի միտք առաջ բերեցիք, որը այն ժամանակ մի քիչ հում էր ամենևս այդպիսի տպավորություն էր, որովհետև տեսանելի չէր ոչ օգոստոսի 8-ի երակողմ հայտարարությունը հռչակագիրը կներեք, ոչ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Դուք ասացիք, որ ամերիկացիները ենթադրաբար ունեն նոր ռազմավարություն, այսինքն բավական մեծ տարածքում, որը պայմանական, ասենք, մեծ մերձավոր արևել, հերթով կոնֆլիկտները մարել եւ ստեղծել մեծ բիզնես միջավայր։ Հիմա երբ մենք խոսում ենք օրինակ օգոստոսի 8-ի երակողմ հռչակագրի մասին, մեծավ մասամբ եմ ասում, այդ մոզաիկան կամ չենք տեսնում, կամ չենք ցանկանում տեսնել։ Հիմա այդ մոզաիկան, այդ պատկերը, խճապատկերը հավաքվել է արդեն թե հավաքման փուլում։ Գիտեք, նախ շատ շնորհակալություն այդ խոսակցությունը հիշեցնելու համար։ Այդ խոսակցությունը եկեք բերենք միանգամից կապենք Փարացիոն 3 Շարմ էլ-Շեյխում նախագահ Թրամփի ելույթի հետ։ Ինչ ասում նախագահ Թրամփը։ Սկսում է մայրաքաղաքներ թվարկել, չգիտեմ, Երուսաղեմից Գազա, չգիտեմ, Կահիրեից Դամասկ, ստեղից ընդեղից ստեղ եւ Երևանից Բաքու է ցանկի մեջ դա է ասում, մենք խաղաղություն ենք բերում, մենք բիզնես հնարավորություններ ենք ստեղծում, տնտեսություն պետք է զարգացնենք, այսքան բառացի ասում են, չի մասին մենք այդ խոսել էինք ամիսներ առաջ։ Եվ այո, մոզաիկան հավաքվում է։ Մոզաիկան հավաքվում է ինչ իմաստով, որ ինչքան էլ իրան, չգիտեմ, ձեռ են առնում այսպես, ինչ ասես ասում են այդ մարդուն, բայց փաստում է փաստ, որ մի քանի տեղ, մի քանի կոնֆլիկտ ինքը կարողացել է, եթե ոչ լուծելը մի քիչ վաղ բառ է իհարկե բնականաբար, բայց սառեցնի, կասեցնի, կանգնեցնի, ինչը չէր հաջողվում նախորդ ադմինիստրացիային, դա էլ եկեք արձանագրենք, էլի։ Նաև ակնհայտ է, որ այս ադմինիստրացիան շատ այսպես գործարքի ադմինիստրացիա է, այս ադմինիստրացիա, որը որ հետաքրքրված է բիզնես հնարավորություններով, հետաքրքրված է անմիջական շահույթով, հետաքրքրված է ներդրումներով, այդ ներդրումների արդյունքում ստացած դիվիդենդներով եւ այլն։ Եվ հենց օրինակ TRIP-ը, որը որ մենք համաձայնեցրել ենք, ինքը ինչ որ չափով նաև բիզնես նախագիծ է։ Այդ առումով փորձել տարածաշրջանը տրանսֆորմացնել այնպես, որ Միացյալ Նահանգների ամենամեծ փող ծախսելու տեղից իսկ մեծ մերձավոր արևելքը այնտեղներ, որտեղ Միացյալ Նահանգները շատ փողներ ծախսում, սաղի վրա բոմբ ունեցնելով, չգիտեմ, սաղի հետ կռվելով եւ այլն։ Մի վայր, որտեղից հնարավոր է շահույթ գեներացնել, դա կլիներ Միացյալ Նահանգների համար մեծագույն ռազմավարական հաղթանակ, ասենց ասենք, իրավիճակի կայունացում, էներգոռեսուրսների կայուն, ուրեմն մատակարարում, բիզնես գործընկերություն, դա շատ լավ տարբերակ կլիներ։ Իհարկե, եթե այդ ամեն ինչը չի հետողվում հենց իրենց դեմ, չի վտանգ անշուշտ նույնպես կա։ Այս առումով այո, մենք հենց այս օրերին տեսնում ենք, թե ոնց է այդ puzzle-ը հավաքվում։ Եվ այո, այս առումով մեր գործարքը, այսինքն TRIP-ը չի կարելի առանձնացնել այն ամեն ինչից, ինչ որ տեղի անում մերձավոր արևելքում, ավելին մեր երկու երկրների առաջնորդներին Թրամփը հրավիրեց հենց մեծ մերձավոր արևելքի իր խաղաղության սամիթին։ Իսկ ամերիկացիների համար այս տարածաշրջանը մտնում է մեծ մերձավոր արևելքի մեջ։ Ու այդ նորություն չէ, Թրամփը չի հորինել։ Ես ասեմ ավելին Հարավային Կովկաս աշխարհագրական հասկացություն գոյություն չունի։ Հարավային Կովկաս հասկացությունը ծնվել է Անդրկովկաս հասկացությունից, որը իր հերթին ռուսական գաղութային տերմին է, այսինքն ռուսները Կովկաս լեռնաշղթան անցել են, ասել են այսա Անդրկովկասը, այսինքն Կովկասից այն կողմն է։ Մեր համար Անդրկովկասը Կուբանն է, Կրասնոդարն է մեր համար Անդրկովկասը։ Ես հիշում տեղային հայրենասերները 90-ական թվականներին դա թարգմանեցին մեր կողմից, դարձավ
Այսր Կովկաս, հա։ Այսինքն այդ իրականում հարավային Կովկաս հասկացություն իմ կարծիքով առնվազն չկա նման ռեգիոն, սա ռեգիոն չի։ Այ ռեգիոնում չի կարող լինի 3 պետություն, որոնք երեքն խոսում են տարբեր լեզվային խմբերով։ Դա հասկանում եք, եթե մեկը թյուրքական լեզվանտանիքից է, մեկը կովկասյան լեզվանտանիքից է, մեկը եվրոպական լեզվանտանիքից է։ Ինչ ռեգիոնի մասին է այդտեղ խոսքը։ Մենք ոչ մշակութային առումով ենք իրար նման, ոչ բանով իրար նման չենք։ Սա ոչ մի կերպ ռեգիոն չի։ Սա այո, ոնց որ այդ առումով արդեն տարբեր բաներ կարան քաշվենք։ Հիմա օրինակ Հայաստանը աշխարհագրորեն ավելի շատ փոքր Ասիա է, ավելի շատ արևելյան միջերկրածով է, թե մեծ մերձավոր արևելք է։ Օրինակ եթե մաքուր աշխարհագրությամբ գնանք, հիմա մի քիչ շեղվում ենք իհարկե առաջավոր Ասիա։ Եթե մաքուր աշխարհագրություն։ Ինչպես մշակութայինորեն էլ։ Եկեք մի հատ նայենք մեր խոհանոցը, չգիտեմ, երկերաշտությունը, կերպարվեստը, ինքը շատ ավելի նման է, գիտեք, այսպես Հունաստան, Կիպրոս, Լիբանան, ասեն փոքր Ասիա եւ միջերկրական ծովի արևելյան ափեր, այդ ժողովուրդներն է մեր մշակույթ։ Ի վերջո հունարենը, ես եթե չեմ սխալվում, հայրենին ամենամոտ լեզուն է։ Դից ամենք երկուսս էլ իզոլացված լեզուներ ենք եվրոպական լեզվանտանիքի մեջ, բայց ամենամոտը իրար ենք։ Լեզվաբան չեմ, հիմա չեմ կարող հաստատել կամ հերքել, բայց հիմա անցնենք մեր գործերին։ Հիմա տեսեք, Հայաստանի իշխանությունները այսպես աներկ բա պնդում են, որ խաղաղությունը արդեն փաստ է։ Այսինքն գետնի վրա մենք ունենք խաղաղություն եւ ոչ միայն գետնի վրա, ինքը արդեն անշրջելի իրողություն է որպես այդպեսին։ Այդտեղ ճիշտ է շատերի մոտ մտահոգություն առաջացրեց այն հանգամանքը, որ 2026 թվականի բյուջեի նախագծով ռազմական ոլորտին ուղղվող ծախսերը որոշակիորեն նվազեցվելու են մոտ $260 միլիոն, ճիշտ է, ինքը մեկը մնում է պատմական մաքսիմումին շատ մոտ եղած անգամ։ Բայց սրա հետ մեկտեղ, տեսեք, երկու իրադարձություն տեղ ունեն։ Իրադարձություն ասելով Ադրբեջանը հայտարարում է, որ ավելացնում է ռազմական բյուջեն, Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ հանում է Հայաստանի եւ Ադրբեջանի զենք վաճառելու էմբարգոն, ու այստեղ հարց է առաջանում. մենք գործ ունենք այնուհանդերձ խաղաղության, թե սառեցված պատերազմի հետ։ Ես կարծում եմ, որ իհարկե դեռևս վաղաժամ է խոսել խաղաղության մասին, որովհետեւ տեսեք, այսպես մասնագիտական գրականության մեջ կա խաղաղության երկու ձևաչափ՝ narrow peace, այսինքն նեղ խաղաղություն, եւ extended peace, այսինքն ընդարձակ խաղաղություն։ Նեղ խաղաղությունը դա խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Extended-ը ավելի շատ հաստատուն խաղաղություն։ Հաստատուն, գուցե։ Ընդարձակ հաստատուն։ Նեղ խաղաղությունը դա խաղաղության համաձայնագրի ստորագրված վիճակն է, երբ որ կա սահման, մեր զորքերը սահմանից այս կողմն են, իրենց զորքերը սահմանից այն կողմն են, մենք այլևս իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, պատերազմներ չենք պատրաստում, դա կոչվում է նեղ խաղաղություն։ Այդ ընդարձակ կամ հաստատուն խաղաղությունը շատ ավելի անդին է, երբ որ ստեղծվում են տնտեսական կապեր, ենթակառուցվածքային կապեր, փոխկախվածություններ, ժողովուրդներն են սկսում միմյանց հետ հարաբերությունները կարգավորել, այսինքն այդ այլևս ոչ թե խոսում ենք մեր միջպետական հարաբերությունների կարգավորման, այլ միմյանց ներելու, միմյանց հետ բարեդրացիություն անելու եւ այլն, դա շատ ավելի մեծ, շատ ավելի հեռու նախագիծ է։ Հիմա մենք ըստ պատմության անգամ նեղ խաղաղության չափորոշիչները չենք բավարարում։ Մենք չենք ստորագրել խաղաղության համաձայնագիր, մենք դելիմիտացիա դեմարկացիայի process-ը չենք ավարտել, մենք դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատել։ Սրանք այս ամեն ինչ որ թվարկում, սա հələ նեղ խաղաղության չափորոշիչներն են։ Հիմա այս պայմաններում խոսել նրա մասին, որ այլևս հաստատված է խաղաղություն, ես հասկանում եմ իրանք ինչ նկատի ունեն։ Իրանք նկատի ունեն, որ սահմանին այլևս մարդիկ չեն սպանվում, որ բռնություն չկա, բայց դա դեռևս խաղաղությունը չի, դա հրադադարն է։ Եվ դրա վրա չի կարելի խաբվել։ Հասկանում եք, Հայաստանը եւ Ադրբեջանը 94-95-ին էլի մեր սահմանին հարաբերական անդոր էր, բան չկար, կրակոցներ չկային, բայց դա մեզ որևէ տեղ չտարավ։ Այս իրավիճակի մեջ ամենակարևորը քաղաքական կամք ցուցաբերելն է, որում խոսքը բնականաբար երկու մայրաքաղաքների մասին է, եւ այդ խաղաղությունը միասին կառուցելն է։ Խաղաղությունը ինչպես որ այլ ցանկացած այլ մեծ, այսպես տեկտոնական քաղաքական process ամենօրյա աշխատանքի արդյունքում է հասնում։ Չի լինելու իրավիճակ, որ մենք մի հատ փաստաթուղթ ստորագրենք կամ մի հատ ինչ որ որոշում կայացնենք, եւ ասենք այլևս խաղաղություն է։ Ասում դες անգամ խաղաղության համաձայնագիրը այդ փաստաթուղթը չի, որը որ մեզ խաղաղություն է բերելու։ Խաղաղությունը մեզ բերելու է տարիների աշխատանք եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Դա է խաղաղությունը լինելու։ Ինչ վերաբերվում է ռազմական ծախսերին, տեսեք, մեթոդաբանորեն երկու ուրեմն
անդրադարձ սրան կարա լինի։ Ես ճիշտ ասած ինձ միշտ ասում եմ ռեալիզմի դպրոցի ներկայացուցիչներին եւ ես շատ ավելի կողմ եմ լինել զինված, վտանգավոր եւ աննորմալ, քան կանխատեսելի, թույլ եւ չզինված։ Հիմա այստեղ նույնիսկ եմ ասում տարբեր մոտեցումներ կարան լինեն այս հարցին։ Եվ այստեղ ինձ համար ամենակարևոր հարցադրումը որն է։ Մենք նվազեցնում ենք մեր զինված ուժերի ծախսերը, որովհետև եղած ծախսերը, այսինքն եղած արտաքին գնումները մեզ ինչ որ ժամանակ է պետք, ինչ որ բան է պետք, ընդմիջում է պետք, այդ ամեն ինչ որպեսզի մեր զինված ուժերը մարսեն, հասցնեն ուրեմն սինխրոնիզացիայի եւ ներդաշնակեցման այնպիսի մակարդակի, որը որ պետք է, այսինքն մենք ոնց որ ասած անցնող տարիների ընթացքում արդյոք այնքան բան ենք առել, որ մեր բանակը դրա հետևից չի հասցնում այդ ամեն ինչը հասցնի, վերցնի, ընդունի, յուրացնի, ներդաշնակեցնի եւ մենք այդ առումով ինչ որ հիմա պաուզա ենք անում, որպեսզի մեր զինված ուժերը մեր գնումների հետևից հասցնենք։ Եթե դա է իրավիճակը, ապա ընդհանուր առմամբ ընկալելի է ինչու Օրինակ 2 օր առաջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներից մեկն էր, այստեղ ինքը հենց այդ էր պնդում։ Ասում էր մենք մեր գնումների պլանի վրա դա բացարձակապես չի ազդել, մենք միլիարդավոր դոլարների զենք առել ենք, պայմանագրերը կնքած են, այդ զենքերը պիտի գան, այսինքն ուղղակի այդ կապիտալ ծախսը պայմանական ասած այս տարի այդքան պետք չի։ Եթե դա է իրավիճակը, ապա ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Ինքնանպատակ չպետք է լինի որևէ բան։ Բայց ես այսպես 100%-ով վստահ չեմ ամեն դեպքում ուզում արձանագրել, որ հենց դա է իրավիճակը։ Ես նման դեպքում հարց եմ տալիս բնականաբար իշխանության ներկայացուցիչը մի կերպ կպատասխանի, ընդդիմության ներկայացուցիչը այլ կերպ կպատասխանի։ Լավ, ասում եմ, ենթադրենք խաղաղության գնում ենք, խաղաղությունը արդեն ենթադրենք էլի անշրջելի իրողություն է։ Այդ դեպքում Ադրբեջանը ում դեմ է պատերազմի նախապատրաստվում, որտեղ Ադրբեջանը ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի։ Ես բացարձակ չեմ բացառի, որ պատրաստվում է հենց մեր դեմ պատերազմի, ես նորից ամբողջ իմ նպատակադրվածությամբ եւ ցանկությամբ խաղաղություն կառուցելու եւ այլն, ես որևէ բան չեմ բացառում, որ Ադրբեջանում կան այլ նպատակներ եւ ցանկություն մեր դեմ պատերազմելու, մեր դեմ կռվելու, դա բացառելի պետք չէ, ավելին, գիտեք, ես միշտ ասում եմ ինչ էլի, պետությունը նրա մասին չի, որ լավ տարբերակներին պատրաստվի, պետությունը նրա մասին է, որ ինքը պետք է պատրաստվի հնարավոր ամենավատ տարբերակին, հա, աշխատի մյուս ուղղություններով, որ լավ տարբերակները ոնց որ իրականություն դառնան, բայց դու որպես պետություն պետք է միշտ պատրաստվում ես հնարավոր ամենավատ տարբերակին։ Այդ մեկ, բայց միևնույն ժամանակ եկեք արձանագրենք մի բան, էլի, Ադրբեջան պետության գոյության միակ իմաստը ամեն դեպքում Հայաստանը չի եւ Հայաստանի դեմ պատերազմները չի մեկ։ Երկրորդը Ադրբեջանը մի պետություն է, որը որ գիտեք Չինաստանի վրա է սա այս օրինակը ընդհանրապես որպես կանոն բերում, ուրեմն Չինաստանը ոնց է, չէ, իր այդ ծովափնյա հատվածը կոչվում է Մարգարիտ, որտեղ իր ամբողջ հարստությունն է, որտեղ իր ամբողջ ռեսուրսներն է, եւ այդ իր ցամաքային հատվածը, խորքերը համարվում են այդ բանն է, կափարիչն է այդ Մարգարիտի, որի միակ նպատակը իրեն պաշտպանելն է։ Հիմա Ադրբեջանը հարուստ պետություն է, ինքը հարստություն ունեցող պետություն է։ Խոսքը եւ էներգետիկ ռեսուրսների մասին է, նաեւ ենթակառուցվածքային հնարավորությունների մասին է, որտեղ տեսեք, օրինակ միջին միջանցքի մասին, որ այսքան խոսվում է, օրինակ այդ ամբողջ միջին միջանցքի ճանապարհին միակ պետությունը, որը որ ընդհանրապես այլընտրանք չունի, Ադրբեջանն է։ Օրինակ Ղազախստանին հնարավոր է փոխարինել Ուզբեկստան Թուրքմենստանով։ Մեզ հնարավոր է փոխարինել Վրաստանով, Վրաստանին հնարավոր է փոխարինել Մեզանով, Սևծովը հնարավոր է փոխարինել Թուրքիայով եւ այսինքն բոլորը ունեն բան, Ադրբեջանը չունի։ Ադրբեջանը միակ պետությունն է այդ ամբողջ շղթայի մեջ, որը անայլընտրանք է, միջին միջանցքը չի կարա չանցնի Ադրբեջանով, հա։ Հիմա երբ որ դու նստում ես որոշակի հարստության վրա, այդ հարստության վրա լիքը մարդ աչք ունենում։ Ընդ որում եւ ճշտամիներ, եւ դաշնակիցներ, եւ հեռավորներ, եւ մոտավորներ, ու դու ապկամած ուզում ես ինչքան հնարավոր է վիճակին ես պաշտպանելու այդ հարստությունը։ Məsələn, ինչքան որ մենք ենք մտածում բոլոր հնարավոր վատ տարբերակների մասին, ես կարծեմ մի այդքան էլ առնվազն Բաքվում են մտածում բոլոր հնարավոր վատ տարբերակների մասին, ուզում են պատրաստել այդ տարբերակներին։ Ուրեմն ասեմ, խոսքը եւ Ռուսաստանի, եւ Իրանի, եւ հնարավոր այլ զարգացումների մասին է։ Բայց սա ասելով հանդերձ նույնից ուզում եմ ընդգծել, որ ես բացարձակապես չեմ բացառում դեռևս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր էսկալացիաները։ Գիտեք, աշխարհը շատ բան վիճակում է, այսպես անկայունությունների, շարունակական անկայունությունների վիճակում է։ Օրինակ, չէ, բոլորին վերջերս ով կմտածեր, որ Իսրայելը կարա Քաթարին հարվածի։ Կամ ով էր մտածում, որ այս Իսրայել-Իրան շիկացումը կարա այս աստիճանին հասնի։
Բայց ասեմ ձեզ, ոչ ոք չէր մտածում, որ Թրամփը կարող է Իսրայելին ստիպի ստորագրել Համասի հետ հրադադար։ Դա ճիշտ ասում։ Բայց ուզում եմ ասեմ, որ ամեն դեպքում էսկալացիաները դեռևս աշխարհը այդ турբուլենտությունից դուրս չի եկել։ Իսկ турբուլենտությունը մեր նման պետությունների համար երբեք լավ բան չի բերել։ Հիմա տեսեք, վերջին շրջանում դուք շատ եք խոսում այն մասին, որ մեր դեպքում, կոնկրետ Հայաստանի դեպքում կա երկու այլընտրանք՝ խաղաղություն եւ արդարություն։ Արդարության համար պետք է լինես ուժեղ, որպեսզի հասնես արդարության, խաղաղության համար դե բարձր ինչ-որ լիճումների պիտի գնաս, որ հասնես գոնե ինչ-որ ժամանակավոր թեկուզ խաղաղության։ Ձեր ընդդիմադիր գործընկերները պնդում են այլ բան, ասում են Հայաստանը ի վիճակի է մնալ փակ սահմաններով, այսինքն պետք չի խաղաղություն հաստատել հիմա Ադրբեջանի հետ, պետք չի Թուրքիայի հետ սահման բացել, մեր ներքին ռեսուրսները բավարար են զարգացման համար, որպեսզի վաղը մյուսօրը մենք կարողանանք արդեն մեր կամքը պարտադրել, լավ Թուրքիային չասենք, մի քիչ համեստ լինենք Ադրբեջանին գոնե։ Մի բան եմ ուզում ուղղակի հավելեմ, ես որպես սկսեցի խոսել, որ արդարություն խաղաղություն, երբ որ ինչպես ասեցիք, իմ ընդդիմադիրները սկսեցին ռուսեն լավ արտադրություն կա սմենա понятий, այ բաների փոփոխում, փոխակերպում, հասկացությունների փոխակերպում։ Որ սկսեցին ասել, թե մենք ընտրում ենք արժանապատվության եւ խաղաղության միջեւ։ Բարեկամներ, մենք չենք ընտրում արժանապատվության եւ խաղաղության միջեւ։ Դա սուտ դիսկուրս է։ Մենք ընտրում ենք հստակ ասա։ Ես շատ անկեղծ եմ ասում, մենք ընտրում ենք արդարության եւ խաղաղության միջեւ, որտեղ մենք որպես հասարակություն, որպես ժողովուրդ, իմ կարծիքով շատ իրավացիորեն համարում ենք, որ ինչ որ մեր այդ տեղի անցել անարդար է։ Հիմա կարա մի հատ, չգիտեմ, Իռլանդիայում նստած մարկանով մեկը մտածի, որ չէ, բայց ով ասա, որ ձեր տեղ ունեցած անարդար է, իմ կարծիքով, այո, մեր այդ տեղ ունեցածը անարդար է։ Բայց ես նաև որպես պատմաբան պնդում եմ, որ մարդկության պատմության մեջ կնքված խաղաղություններից, եթե ոչ բոլորը, ապա բացարձակ մեծամասնությունը առնվազն կողմերից մեկի մոտ ստեղծել են այդ անարդարության զգացողությունը, որ այն ինչ որ իրանց այդ տեղի ունեցել, շատ անարդար է։ Գրեթե բոլոր պատերազմները ավարտվել են մոտապես այդպես, որ կողմերից մեկը համարել է, որ ինքը անարդար խաղաղության է գնում։ Հիմա անդրադառնալով ձեր ուրեմն այդ հարցադրմանը, թե ինչ են պնդում իմ ընդդիմախոսները, ասում են, որ փակ սահմաններով կզարգանանք, կուժեղանանք, գնանք Ադրբեջանի գլուխը կջարդենք, մոտապես էս են ասում։ Հիմա այդտեղ մոտ հարց առաջանում։ Այդ մարդիկ այսքանից հետո իրոք մտածում են, որ Ադրբեջանում ոչխարներ են նստած, որ sense թողելու են մենք ուժեղանանք, գնանք իրանց գլուխը ջարդենք։ Իրանք չեն տեսնում, թե այդ մարդկանց ասածները, թե իրանց մտադրությունը եւ թե այդ ուղղությամբ գնացող օրինակ Հայաստանը։ Սա մեկ։ Երկրորդը, որ ասում եք, հələ համեստ գտնվենք եւ Թուրքիային բան չանենք, բայց դուք կարաք համեստ գտնվեք, Թուրքիան համեստ չի գտնվելու։ Թուրքիան գնացել է Ադրբեջանի հետ կնքել է Շուշիի դեկլարացիա, որով Թուրքիան ըստ էության իր վրա պատասխանատվություն է վերցրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման վերաբերյալ։ Դա գնացեք եւ հարցականի տակ դրեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ համեստ գտնվեք Թուրքիային մի ներքաշեք այդ բանը մեջ։ Թուրքիան ինքն է ներքաշվելու, ինքը չի նայելու դուք իրեն ներքաշում եք թե չէ։ Սա երկու։ Եվ երրորդը, սա այն նույն դիսկուրսն է, որը որ տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանում, որ կապ չունի աշխարհում ինչա տեղի ունենում, մենք մեր ներքին ռեսուրսով պետք է դիմակայունություն ապահովենք, դիմադրունակություն ապահովենք եւ պահենք։ Այդ դիսկուրսը այն ժամանակ, երբ որ մենք հələ ավելի ուժեղ ենք, երբ որ մեր դիրքերը 120 կիլոմետր Սյունիքից առաջ էին, բայց մենք էլի պարտվեցինք։ Հիմա երբ որ չկա Արցախը, չկա այդ ամբողջ բանը, անվտանգության գոտին, այդ անվտանգության բարձիկները, ոնց ուզում եք այդ ամեն ինչ ապահովեք, բանը եկել հասել է, չգիտեմ, ասում են, բանը եկել հասել է դիվան բաշուն, հիմա այս իրավիճակում այդ նույն խոսույթը տարածել պետք է ուղղակի նախանձելի աստիճանի համառություն եւ քաղաքական տգիտություն ունենալ, այդ նույն բաները, ընդ որում միաժամանակ եւ տգիտություն եւ համառություն, ունենալ այդ նույն բաները պնդելու համար։ Իսկ այն ինչ որ քեզ սպանել է, երբ որ դու ուժեղ էիր, քեզ չի սպանելու, երբ որ դու ավելի թույլ ես։ Լավ տղեկ, դուք լուրջ եք խոսում։ Եզրափակ եմ ուղղակի իմ սիրելի ասույթներից մեկով, երբ մեկին ոչխարի տեղ ես դնում, պետք է վստահ լինես, որ խոտը դու չես։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արիկ Քոչինյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։